Էներգոարդյունաբերության ծրագիրը իրականանում է Ստեփանավան համայնքում, Ստեփանավանի համայնքապետարանի պատվերով, սուբվենցիոն ծրագրով, որի 50%-ը ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ այն 50%-ի կեսը ՄԱԿ-ն է ֆինանսավորում, 25%-ն էլ համայնքը։ Ծրագիրը ֆինանսավորվելով կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ըստ էության բնապահպանության ուղղվածություն ունեցող ծրագիր է, այսինքն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն է նպաստում, բայց այդ գործառույթը իրականացնում է շենքերի ջերմամեկուսացման, շենքերի էներգոարդյունաբերության բարձրացման միջոցով։ Այս պահի դրությամբ արդեն ջերմարդիականացվել են ավելի քան 250 շենքեր, որից շուրջ 160-ը բնակելի եւ շուրջ 90 հասարակական։ Մեր տարածաշրջանը բնակլիմայական տեսակետից ցուրտ տեղամասեր են, այդ իսկ պատճառով այստեղ բնակիչները խնդիր է իրենց համար բնակարանների տակ հասնելը։ Ծրագիրը ունի սահմանափակում ըստ բնակավայրերի եւ մարզերի, աշխատել ենք ավելի քան 20 խոշորացված համայնքներում եւ ավելի քան 40 բնակավայրերում։ Մեր առօրյան անցնում է շատ ջերմ, լավ մթնոլորտով, մեզ համար էլ է պարտավորեցնող եւ հաճելի, որ նման ծրագրի մասնակից ենք եւ լավ գործ ենք անում։ Ի սկզբանե մշակվում է նախագծանախաշվային փաստաթղթեր, որտեղ կիրառվում են եւ հաշվարկվում են ճիշտ նյութեր եւ ճիշտ հաշվարկներ են իրականացվում, որպեսզի կատարված աշխատանքները լինեն արդյունավետ։ Շինարական աշխատանքները, որոնք որ իրականացվել են, ներառում են ջերմամեկուսիչ նյութեր, տարբեր տիպի, օգտագործել ենք էքստրուդացված պոլիստիրենային սալեր, քեցված փրփրապլաստ, պոլիստիրոլ, հանքային բամբակի սալեր արտաքին պատերի ջերմամեկուսացման համար, օգտագործել ենք հակապերլիտոյ, ավազով եւ խճով լցված պարկեր տանիքների ջերմամեկուսացման համար, բոլոր լուսատուները, որոնք որ փոխվել են շքամուտքերում, դրանք բոլորը լուսադիոդային լուսատուներ եւ լամպեր են։ Արդյունքում ունենում ենք համայնքում արդեն իսկ հիմնանորոգված շենքեր, որը համայնքի բալանսում արդեն հաշվարկվում են որպես ավելի բարձր գնահատվող բնակարաններ եւ շենքեր։ Բնակարանների սեփականատերերը ունենում են ավելի հարմարավետ ներշենքային, ներսենյակային պայմաններ, ջերուցման եւ էներգիայի ծախսերը 40-ից մինչեւ 60% սկսում են նվազել։